Երևի աշխարհի որևէ անկյունում չկա մի պետություն, որտեղ գործող անձինք, ազդեցություն ունեցողները, հարց լուծողները, էլիտայի ներկայացուցիչները լինեն այս աստիճան սրպապիղծ, ամորալ ու բլյուդկներ։ Չեմ հավատում։ Սամվել Կարապետյանի զարմիկը հայտարարում է, որ կոմբայն են գնել, որպեսզի տան գյուղացիներին իրենց աշխատանքները թեթևացնելու համար։ Եվ ցույց է տալիս իր հետևի կոմբայնը։ Ուրեմն 2019 թվականին, հարգելի բարեկամներ, մի բարերար Արցախին է նվիրում 3 կոմբայն 2019 թվական։ Բակո Սահակյանը այդ 3 կոմբայնները որոշում է իր հերթին նվիրել այդպիսի մի անձնավորություն կա, Կոմիտաս Կարապետյան։ Ասում են Կոմիտաս Կարապետյանը եղել է Բակո Սահակյանի ախրանիկը եւ ասում են, որ միայն Կոմիտաս Կարապետյանի կնոջ անունով դուրս է գրված եղել $27 միլիոն փոխառություն, որը, ինչպես գիտեք, այս փոխառությունների մասին քիչ մարդիկ են խոսում, որոնցից մեկը ես եմ, որը այդ փոխառությունը 400 ընդհանուր $400 միլիոն ժամկետանց փոխառություններ են եղել, $27 միլիոն այս կնոջ անունով, Կոմիտաս Կարապետյանի կնոջ անունով, որը բնականաբար հետագայում դուրս է գրվում, ջրվում է։ Ուրեմն 3 կոմբայններից, հարգելի բարեկամներ, 3 կոմբայնը նվիրում է Բակո Սահակյանը Կոմիտաս Կարապետյանին։ Դա տեղի է ունեցել 19 թվականին։ 20 թվականի պատերազմին, հարգելի բարեկամներ, Կոմիտաս Կարապետյանը այդ 3 կոմբայնները պատերազմի ժամանակ հայաստանցիներին ուղարկում էին, պավեստկային տալիս, ուղարկում էին Ղարաբաղ մեռնելու Կոմիտաս Կարապետյանի նման, ինչ ասես սրան, իրենց գույքը տեղափոխում էին տեղ գյուղ։ Փաշինյան Նիկոլիշկան ուզում է դու եղած լինես ազգային անվտանգության ծառայության տակ։ Ինչքան ուզում է լինես, չգիտեմ, միգուցե գործակալ ԱԱՑ-ի։ Ինչքան ուզում է դու լինես Սերժի գրպանում, որ հնար չկա այլևս գտնվում ես կալպակի տակ, բայց դու այսպիսի բաները, եթե դու չես կազմակերպել, դու երկրի վարչապետն ես, ինչքան ուզում է դու լինես դրածով վարչապետ, արա դու ոնց կարող ես նման բաներ թույլ տալ։ Ոնց։ Վեհապարտ տեր, կոչ ես արել մարդկանց գնան կռվելու, ու ես վստահ եմ, հազարները քեզ լսել են, հարյուրները գնացել են կռվելու եւ հարյուրներից որոշները մինիմալ թվերն եմ ասում, կորցել են կյանք եւ առողջություն։ Բանից պարզվում է այսպիսի բաներ են տեղի ունեցել։ Բան չունեք դուք ասելու, բան չկա ասելու։ Հայաստանի զորակոչը ուղարկում էին Արցախ, որպեսզի Կոմիտաս Կարապետյանների նմանները, սա թմենը մի դրվագ է, 3 կոմբայնը պատերազմի ժամանակ տեղափոխում է տեղ գյուղ։ 3 կոմբայնը։ Հիմա ուշադրություն, հարգելի բարեկամներ։ Այդ 3 կոմբայնից յուրաքանչյուրի համար Կոմիտաս Կարապետյանը Արցախի կառավարությունից ստանում է կոմպենսացիա, իբրև թե գտնվել են դրանք Ջաբրայիլում եւ ամեն մեկի համար ստանում է 85 միլիոն դրամ փոխհատուցում։ 85 միլիոն դրամ։ Բարեգործական նպատակով տված կոմբայններ, տեսնում եք ինչ պատմություն կոմբայնների հետ։ Գալիս են տեղ գյուղ, այնտեղ պատերազմ է, ստանում են փոխհատուցում են ստանում, մի խոսքով իբրև թե Ջաբրայիլում անցել է թուրքերին։ Հետագայում այդ 3 կոմբայններից երկուսը Կոմիտաս Կարապետյանը վաճառում է։ Երկուսը վաճառում է։ Այն մի կոմբայնը, հարգելի բարեկամներ, գալիս հանգրվանում է, հիմա ասեմ որտեղ։ Կարեն Շահրամանյանին պատկանող
Շենգավիթի Ռեզոն էլեկտրոնիկայի խանութի դիմացը։ Եվ այսօր Կարեն Կարապետյանի որդին Սամվելի Զարմիկը հայտարարում է, որ այդ կոմբայնը ձեռք են բերել, ինչ են արել, հա, որպեսզի տան գյուղացիներին։ Սա մինի, բայց պետական մասշտաբի հանցագործություն է, հարգելի բարեկամներ, ես վստահ եմ, որ այն անձնավորությունը, ով այդ կապող օղակն է եղել, որ արեք այս կոմբայնը գնեք, ես վստահ եմ ուղղակի եղել է Խաչատրյան Անդրանիկը բան է եղել, ուրեմն Արցախ էներգոն ես ասել եմ, հարգելի բարեկամներ, Արցախ էներգոն տալիս են Արցախյան պատերազմից հետո ջրմի ֆորմալ գնով տալիս են, համարյա նվիրում են Սամվել Կարապետյանին, իբրև շահույթով չաշխատող կազմակերպություն, 90%-ը իրեն է պատկանել, 10% ասում են պատկանել է Բակո Սահակյանին, եւ այդ Արցախ էներգոյի տնօրենը ինչ որ ժամանակ եղել է այս անձնավորությունը Խաչատրյան Կարենը, ամենայն հավանականությամբ կապող օղակը կոմբայնը գնելու, այդ կապող օղակը եղել է հենց ինքը։ Հետագայում նաև պիտի ասեմ, որ այդ Արցախ էներգոն գրավադրում է Սամվել Կարապետյանը, ստանում է $30 միլիոն, սկզբից մի բանկում է գրավադրում, հետո վերավարկավորում է տեղի ունենում, ստանում է վարկը փակում է, նոր վարկ է ձեռք բերում Արշին բանկից $30 միլիոն, 2023 թվականի դեկտեմբեր ամսին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այդ $30 միլիոն ջրվում է։ Եվ հիմա լուրջ դեմքով ասում են մենք կոմբայն են գնել, հարգելի բարեկամներ, որպեսզի տանք գյուղացիներին։ Իմացեք այդ կոմբայնի պատմությունը, հարգելի բարեկամներ։ Ես վստահ եմ այն ինչ տեղի ունեցել Արցախում Աստծո պատիժն է։ Որովհետև եթե Արցախում ապրել են այս մարդիկ, գործել են այսպիսի մարդիկ, այդ հողը պիտի ազատվեր նման տականքներից։ Եվ այստեղ բնականաբար պատասխանատվությունը ոչ միայն դրանցն է, այլ նաև պատասխանատվությունը ուզենք թե չուզենք այն մարդկանց է, ովքեր ապրել են այդ համակարգի մեջ, ուզենք չուզենք, կապ ունեցած լինեն, չլինեն։ Սա աստվածային պատիժ է եղել, որ Արցախը պիտի ազատվի այսպիսի հայերից։ Եվ հիմա այդ մարդիկ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, չկասկածեք։ Եթե հայերը չկարողացան այս ամենը մաքրել, օտարներ չկարողացավ, որոշ ժամանակ անց այս տարածքում հայերը դառնալու են խիստ փոքրամասնություն կամ ընդհանրապես հայ չի լինելու, եւ դա լինելու է ճիշտ։ Դա ճիշտ է լինելու, հարգելի բարեկամներ, ճիշտ։ Ու դուք շարունակեք այսքան բանից հետո սրիկա լրագրողներ եւ դեպուտատներ հային վախեցնել թուրքով։ Ինչ պիտի անի թուրքը, որը դեռ հայը չի արել։ Ինչ պիտի անի։ Թուրքը պիտի գա, պիտի սովորի, թե ինչպես կարելի է մարդկանց մոլորեցնել, խաբել, ստորացնել, սպանել, արտագաղթի ճամփին դնել, վարկաբեկել, արհամարել, բռնաբարել իրավունքները։ Ձեզ մոտ պիտի գա դաս անցնելու համար։ Դուք պիտի մաստեր կլաս ցույց տաք։ Սամվել Շահրամանյաններ, Կոմիտաս ինչ էր դրա անունը, Կոմիտաս Կարապետյաններ, Նիկոլ Փաշինյաններ, Սերժիկ Սարգսյաններ, Օգանովսկիներ, Սամվել Կարապետյաններ, բան այդպես, Կարեն Կարապետյաններ, դաշնակ մաշնակներ պիտի գան ձեզ մոտ դասընթացներ անցնելու համար։ Ասում է 2022 թվականի սեպտեմբերին տեղեկություն ունեմ, հարգելի բարեկամներ, տեղեկություն ունեմ, որ 2022 թվականի սեպտեմբեր այդ շրջակայքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը Արցախի համար դուրս է գրում 5 միլիարդ դրամ, որ այդ հայկական մնացած հատվածներում ինչ-որ կոմունալ տիպի ծառայություններ կարգավորելու համար գյուղերում ինչ-որ շինարարական աշխատանքներ անհրաժեշտ իրականացնելու համար դուրս է գրում 5 միլիարդ դրամ։
Սա եղել է 22 թվականի սեպտեմբեր մոտավորապես ամսին։ Ուրեմն Արայիկ Հարությունյանը իր շրջապատին ասել է հետևյալը. ինչպես որ 5 միլիոն դրամի համար ստորագրել եմ, այդպես էլ այդ գումարը թողել եմ Երևանում ԿՊԱ-ականներին։ Սա ասել է Արայիկ Հարությունյանը իր նեղ շրջապատում, որտեղ եղել են գեներալներ, որտեղ եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ, 22 թվականի աշուն 5 միլիարդ դրամ, 10 քանի միլիոն դոլար։ Հիմա այս հարց եմ ուզում ուղղել Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգի ներկայացուցիչներին, այդ գումարը եւ ինքը ասել է թողել եմ Երևանում հատուկ ԿՊԱ-ականների համար, որոշ բարձրաստիճան ԿՊԱ-ականների համար։ Հիմա այդ գումարները ովքեր են ստացել։ Այդ գումարը Արցախ չի գնացել։ Ըստ Արայիկ Հարությունյանը որևէ մոտիվ չուներ խաբելու։ Ինչի՞ պիտի խաբեր։ Ովքեր են, որ ԿՊԱ-ական, նախ եւս մեկ անգամ պիտի ասեմ, որ ԿՊ կուսակցությունը ժամանակին լուծարվել է, սա էլ պիտի հա ասվի, ինչքան ուզում է Սաթիկ Սեյրանյանը եւ Պետրոս Ղազարյանը այս թեմաների մասին չխոսեն, այնուամենայնիվ խոսելու են մինչեւ կյանքիս վերջը։ Հիմա հարց իրավապահ համակարգի ներկայացուցիչներին, այդ ովքեր են ստացել այդ գումարները։ Հայաստանի Հանրապետության որ ջոջերն են ստացել։ 2022 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին լուր գնաց, որ Արարատ Միրզոյանը օրինակ շատ թանկարժեք տուն է առել 200 քանի հազար դոլարով։ Հիմա կարող եմ ես ենթադրել, որ այդ գումարից բաժին է հասել նաև Արարատ Միրզոյանին։ Արարատ Միրզոյանն ասում է տունս մի հատ եսին որ մասում փոքրիկ բնակարան ուներ, ասում է այդ բնակարանը վաճառել եմ, այս տունն եմ գնել։ Միրզոյան Արարատ բնակարանը վաճառելով դուք կարողանայր այդ տունը գնել, բնակարանը վաճառելով դուք կարողանայր այդ տան կանխավճարը մուծել, հա Միրզոյան Արարատ։ Լսեք, այս ամեն ինչը ավարտվելու է մի օր, հանկարծ չկասկածեք։ Եվ ասել եմ ու ասում եմ, եւ ասելու եմ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը պատկաներով է մտնելու, Հայաստանի Հանրապետության պետական հեռուստաընկերություն, եթե ես չեղ այդ ներքին գործերի նախարարը, իմ փոխարեն մեկն է լինելու, մեր բոլորի փոխարեն, ավելի ազնիվ, ավելի սկզբունքային, ավելի արդար տղա է լինելու եւ այս ամենը հրապարակելուց հետո հաջորդելու են կոնկրետ գործողություններ։ Դուք կանգնելու եք դատարանի առաջ։ Դուք կանգնելու եք դատաստանի առաջ։ Եթե դուք հանկարծ, որը անհնար է ուղղակի չեմ հավատում, ձեր սերունդների քթից է գալու ձեր արածը, բայց ես վստահ եմ, որ դուք եք կանգնելու դատարանի առաջ։ Ես վստահ եմ, որ մենք տեսնելու ենք այն ներքին գործերի նախարարին, ազգային անվտանգության ծառայության այն պետին, ով այս ամենը դոկումենտներով դնելու է ժողովրդի առաջ եւ հաջորդելու են գործողություններ։ Միրզոյան Արարատ, դու այդպես շուստրի տղա ես։ Քեզ թվում է կարելի է մարդկանց արյան հաշվին փող աշխատել։ Ավինյան Տիգրան, քեզ թվում է քո փողը գերբ ուներ, քո փողի վրա գերբ կար, ես քո տիրոջ մերը, իմ փողի վրա գերբ չկար, հա, ես այդ փողը աշխատելու կամ փողը աշխատել չի, հա, փողը ծախսելու ձևը չգիտեի։ Ես գիտեմ մի բան, չի կարելի մարդկանց արյան դժբախտության վրա փող աշխատել։ Փող աշխատել ճակերտավոր փող կպցնել։ Հանրապետական զբռոտ չի կարելի մարդկանց դժբախտության վրա փող աշխատել, Սերժիկ չի կարելի։ Չի կարելի։ Այն միլիոնները, որը դու ծախսում ես լրատվականների վրա այս թեմաները շրջանցելու լրության տալու համար, այդ միլիոնների համար դու պատասխան ես տալու, թե որտեղից եւ նաեւ լրագրողներն են պատասխան տալու, թե այս թեմաները ինչու իրենք։ Դեպետ արդեն ասեցի ինչու իրենք։ Երանի այն օրը, երբ հայը կազատվի հայից, ձեզանից, դա Աստված հայն ազատի։ Ես ձեր տիրոջ մերը։